Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ և ինչպես միշտ նույնը ձեզ եմ մաղթում, ինչպես տեսնում եք վլոգը շարունակում եմ նախկին վլոգի կադրերից, աշխատանքս ավարտել եմ, գնում եմ տուն, այստեղ մի հատ փոքրիկ գեղեցիկ վարդ ունենք, այս վարդի ճակատագիրն եմ ուզում շարունակել ձեզ ցուցադրել, դրա համար եմ նկարահանել, երեկո է արդեն ավարտել եմ աշխատանքս, գնում եմ տուն, շատ հոգնած եմ, բայց իհարկե գնում եմ ուղիղ եթեր միացնեմ ձեզ հետ զրուցել։ Սիրելիներս, եւ իհարկե ինչպես կադրերն են հուշում, արդեն դեկտեմբերի 4-ն է եւ աղջիկներով որոշել ենք գնանք հագուստի շուկա, օպտավոյ շուկայե, որը կոչվում է Սադավոտ, ահա խնդրեմ, այսպիսի գեղեցիկ մանկական ֆոտոզոնա կար եւ ահա այսպիսի գեղեցիկ աչք ծակող փայլող տոճկաներ կային, որ ստոլիկներ ենք ասում, հա։ Մի խոսքով խանութներ կային, որոնք ես չկարողացա անտեսել, քանի որ փայլը իրոք աչք էր ծակում։ Ահա թե որտեղից կարելի է գնել, հա, այսպիսի գեղեցիկ թագեր, աղջիկ երեխաների տորթերը զարդարելու համար եւ ուղակի տոները զարդարելու համար։ Այստեղ կար ամեն ինչ, թե հարսանեկան, թե տոնական, թե ուղակի որպես ամենօրյա ճաշակը ինչի հետ համընկնում է, հա, ինչպես կոչվում են պայուսակներ, զարդեր, թագեր, չգիտեմ, այդ ինչա կոչվում հրեշտակների թևեր եւ այլն, ուլունքներ, բիժուտերիա, այսպես կոչված շատ ահռելի մեծ տեսականի էր, մազակալներ, մի խոսքով շատ գեղեցկություններ եւ շատ իհարկե փայլուն քարերով այսպես գեղեցիկ ձևավորված չկարողացա անտեսել, աչքս առել էր ձեզ հետ կիսվեցի, շուկան շատ մեծ է, ահա այսպիսի տոնական զարդարանքներով անցնում ենք հաջորդ ստոլիկին, նույն կադրերը ձեզ ծանոթ են, էլի չկարողացա անտարբեր անցնել այս աստիճան փայլ, քար, ստրաս, չգիտեմ ինչեր սիրող մարդկանց համար սա ուղակի են, որ ասում ասենց ռայ դլա լյուբիցելի, հա, ուղակի հրաշքեր, մի խոսքով այս կադրերին էլ անվանել էին ընկել ես հրաշքների աշխարհ, որպես Ալիսան, հա, ինձ էին համեմատել Ալիսայի հետ, իրոք կարելի ասել հրաշքների աշխարհ, որովհետև շատ գեղեցիկ էր, բայց իմ համար մի տեսակ չափազանց շատ էր այս փայլերը, ինձ սիրելիներս, ես էլ մի հատ վերարկու գնեցի ու վերադարձանք տուն, բայց ասեմ, որ այդ վերարկուն չհավանեցի, հետո հետ տվեցի, որովհետև այնտեղ հակա մի տեսակ էր, եկա տուն հակա մի ուրիշ տեսակ էր, դուրս չեկավ, մի խոսքով արդեն վերարկուն չկա, այստեղ արդեն դեկտեմբերի 6-ն է, որոշեցի մի քիչ առևտուր անեմ, քանի որ մեր վարպետը, որ պետք է գար մեզ օգներ պոլերը սարքեր, մի խոսքով գրել էր, որ վաղը պետքա գամ, հաջորդ օրը, այսինքն կիրակի օրը գալու եմ շարունակելու, մի խոսքով որոշեցի երեկոյան մի քիչ մրգեր առնեմ ու գնամ տուն։ Այս ցմերուկները միանգամից աչքս առան, բայց ասեմ շատ փափուկ էին, մի տեսակ անորակ էին ու փոշմանեցի չվերցրեցի զգուշ եղեք գնելուց։ Ահա այսպիսի գեղեցիկ լուսաբաց եմ ուզում ձեզ ներկայացնեմ սիրելիներս, սա արդեն դեկտեմբերի 7-ն է, դեկտեմբերի 7-ին առաջին արևն է դուրս եկել Մոսկվայում, ամբողջ ամսվա ընթացքում, մեկ ամիս է մենք արև չենք տեսնում, մի խոսքով դեկտեմբեր ամսվա մեջ 2 անգամ է արև եղել, իհարկե այսօր դեկտեմբերի 20-ն է արդեն, քանի որ ես հիմա նոր եմ մեկնաբանում այս տեսանյութը եւ այսօր էլ երևի կտեղադրեմ, իսկ դա դեկտեմբերի 7-ի նկարահանում է, որ մեկ էլ դեկտեմբերի 12-ին է կարծեմ արև դուրս եկել վերջ, այլևս արև չենք տեսել դեկտեմբեր ամսվա մեջ։ Ժողովուրդ, այնքան երկար ենք սպասել այս պրոցեսին, որ վերջապես այս պոլեի սանկյունը փակվի, որ երեխան աշխատանքից զանգել էր, դաժե հարցնում էր, ման վերջացրեցիք, թե չէ, այդ աստիճան ստրես ենք ապրել այս պոլերի պատճառով։ Այժմ շարունակեմ, ամսի 8-ին գնացել եմ աշխատանքի, ամսի 9-ին, 10-ին և 11-ին
սկսել եմ ուբորկա անել ու կիսվում եմ ձեզ հետ իմ ուբորկայի ընթացքով։ Միգուցե մոտիվացիա լինի ինչ-որ մեկը դել հավես անեք, վերկենակ ուբորկա սկսեք իմ հետ։ Այստեղ ես արդեն աշխատանքի եմ, ամսի 8-ն է, ուզում եմ իմ խեղճ միայնակ վարդիս ցուցադրեմ, տեսեք ինչպես է ծլել ճյուղեր տվել կողքից։ Ջուրը փոխում եմ ամեն անգամ, խնամում եմ, միգուցե շուտով նոր վարդի թուփ ունենանք։ Նպատակս այդ էր, որ ձեզ ցույց տայի, թե ոնց է վարդը աճում, նոր կյանք է ստեղծվում։ Ջունը գալիս արդեն ժողովուրդ։ Երմակամ աղում աչքիս արդեն հիմնական է։ Եվ գժեցեք ես։ Ժողովուրդ ջան, մեր տները ներկայացնեմ ինչ վիճակա, նորից նույն վիճակն է, տենում եք, այ հատուկ եմ թողել, որ սենց մատս որ գծում եմ, սաղ երևում է, սաղ փռած մռած, ստեղերքից, սենց պատուհաներից հետ, են վիրևի պոլկեկից հետ, ամեն սենյակում մի օրվա գործ կանիլ է, ինչ կա փռածա, թե ինչ է, նայք, են օրն էի լվացել բարմի ստոյկեն, կակայա ռազնիցա, նորից նույն վիճակ, դե ինչպես տեսնում եք, այս շկաֆը ամբողջությամբ, ինչ մեջերը կա, չկա, այսպես պետք է սաղ հանեմ, ամբողջ լվանամ, վերևներից հետ, են որ ասում թե արտաքինից եւ թե ներսից։ Հրախոսից ես մութ նկարահանումներից ներվային անում եմ, որ սենց հանում, ինչպես միշտ փռածա, հյուրերից ճանապարհել եմ, հաց են կերել, հիմա այս պասուդան կլցնենք, պասուդամոյկան, հեսա պասուդամոյկաս, գազիցը հետ պետք է առաջ քաշվի, մեջերիցը հետ հատ առ հատ ամենտեղ ցեմենտ է, պետք է ամեն ինչը լվացվի։ Այս բալկոնի վեշերը քաշ տվեցի, բերեցի ստե, լվացքս էլ միացրեցի, ցամքոսն ազատվելա, տեսեք էսով կամեցին։ Եղան ես դեղին ցույց տալիս ցամքոցս։ Նոր տեսա, սաղ լվանալու է, ինչ կա չկա մի խոսքով, բունակ թել իրա համար։ Պրիվետ։ Սաղ կեղտոտիշկա ցույց եմ տալիս, որ հետից մաքրեմում, մաքուր տենակ, վсё, էլ ոչ մի բան, այսպես փռած լվացքս արել եմ, պետքա փռեմ, սենց փռած թափթփած մեր տները չպետքա տենակ։ Սա վերջինն է, տեսեք որ հիշեք, այստեղ էլ ինչպես միշտ վեշեր, դեռ շկաֆների մեջի կոսմետիկա, ես շատ իմանամ գրքեր, տետրեր, սաղ պատուհանի գոգապյաց վեշեր, այստեղ պետքա մի քիչ ձևափոխվի, այնտեղ նորից լվացք ու հագուստ։ Մի խոսքով, սիրելիներս, բոլոր իրերը գետնից վերցնելու, ամեն ինչ այստեղից հանելու, ձևափոխելու, պատերը ներկելու, ասեմ որ մենակ զալի ու այն միջանցքի պատն եմ ներկել, երկու սենյակ լավ բորկա արած աղել, արտաքինից լրիվ նորից փոշի ա դարձել, բայց ոչինչ։ Կմաքրեմ ամեն ինչ եւ վերջապես այս էլ ես եմ այսօր այստեղ սենց տիպը սպորտային եմ։ Հինց սպարտիվկա եմ հագել, որ գնամ կորտանեմ, ճղվի էլ մաշի էլ, թոզոտել եղնի ջանից ցավ չտա։ Բարևներ եմ ասում այսպես բոլորիդ ու անցնում եմ այսօրվա գործին պլինտուսը բերել են, պետք է խոհանոցի պլինտուսը կպցվի, չի կպցվել, պոլը փոխել ենք։ Ուղղակի նման մի հատ բան ենք ճարել, էս ինչա, մետլախներ ենք ճարել գույնը մոտիկ, սենց էս արանքը լցրել, սենց մինչև այն բանի, սկարոպկեն ափսոսացել եմ դեպքից։ Մինչև այդ տենց պատի տակը, սենց տրուբիկ փոխարեն, փոխած աստեյը հեսա, գույնը ռևում է, բայց դե ոչինչ։ Ամբողջ ցեղանի տակը ուրիշ գույն է, էլի սենց ներկած։ Հացրան նայեք, էլի, ես որոշ եմ պատուհան լվանամ։ Սելստից, ար, դես, որիվետ ալի, դրապկեքս ստեյով քաշեց, ընդեյով քաշեց, ենքան բզբզեց, նեկավ նորից նայք։ Քայսի թանդլիկըտ, հլը, քայսի ասում է, բարը թանդլիկըտ, քայսի տարավ, պալասիս տարավ, պոլոսիս տարավ, պուտիտ, հլը, ոնց է պոչի հաղասնով, այ գիժս, ինձ ես անում էտեղ, դիկոյս, դայր մինե պարաբոտեց, նավայ ատայձի, всё, ուսումնասիրում ադենա ոնց դուրս թռչի, եւ ոս ոտս ճարսավորտի։ Ես ու բարկա անող դարաս էլ վեջնի խանգարող դարավ, օր այ սրտիկ, բարանց կեզ ոնց կլինի, բուրոնց կեզ ոնց կլինի օրա կողնի մոխնին մաքրելը, թյաղիկների կողքին ես դած պատուհանից դրապկեքը քաշում դպումա, ժողովուրդ ջան հեսա պրսնում եմ, այս աստիճան էլ ավելի խառը վիճակ իմ բնակարանում երբևիցե չէր եղել, ինչպես տեսնում եք այստեղից ամեն ինչ հանված է, եւ որոշել եմ, որ պետք է պայման ամեն նույնիսկ այն պոլկաները արդեն երևի 3 տարի է, ինչ էս ռեմոնտը սկսվել է, չենք ոչինչ մի բան ձեռք տվել, չենք մաքրել, չենք լվացել։ Եվ այդտեղի բոլոր վեշերը, իրերը այսպես ամբողջովին ամենուրեք թափված են։ Այն է մրգի չորացուցիչն է, մի խոսքով այս ամբողջ իրերը բալկոնից են բերել, ծաղիկներն է, ամաններն է, այսպես առնորան առաջ քաշեցի։ Այդտեղ մի արկղ եւս այդպիսի մի հատ արկղ կա եւ ինչ կա այս արկղերի մեջ ընդհանրապես նայեք տորթեր թխելու, տորթերի պատրաստման եւ այսպես զապասիրեր, զակատի համապատասխան բաներ, մի խոսքով այնպես չէ որ տանտիկին չեմ ուղղակի չեմ հասցնում ոչ մի բան անեմ, բայց հիմա որոշել ենք սկսել։ Ունեմ 2 օր եւ
Միայն ես եմ, ծաղիկներս են այստեղ, ես եմ ու ես հիմար ընկերը իմ։ Հիմա ինչ ենք անում, մի քիչ ամանի տաբլետկա եմ վերցրել, ամանների պասուդամոյկայի, մի հատ հեղուկ պատրաստենք, որովհետև այսպես ավելի հարմար է, հա, ասենք փշիկ ես անում միտեղ ու մաքրում ես, քան թե օճառոտ գուբկա վերցնեմ հետս, փիսիկն էլ առիթից օգտվելով անկյուն չի մնացել, որ չբարձրանա, ես ու իմ հարգարժան ընկերը, սպասեք ինձ էլ ցույց տամ։ Ես եմ, ոյ փիսոն էլ թռավ։ Դե ինչ ժողովուրդ ջան, սկսում ենք մեր այսօրվա ուբորկայական post-remontային ուբորկան եւ այլևս այս թեման չեմ արծարծելու, հաջորդ բոլոր վլոգներս լինելու են միայն խոհանոցային կամ էլ շատ լավ բարձր տրամադրությամբ։ Շարունակենք, սկսենք հիմա պատրաստեմ պասուդամոյկայով, ամանների լվանալու այս տաբլետկաները շատ լավ իդեալական հեղուկ են դառնում, արդեն կիսեցի, մեջտեղից կիսվեց, հիմա մի փոքրիկ էս լիտր այս ամանը կլցնեմ ջրի մեջ, կպատրաստենք մի հատ լավ հեղուկ ու հետներս մանկացենք, համ շատ քիմիա չկա մեջը, բնական նյութեր են, ավելի առողջարար է, ավելի բնական է, քան թե որ ասենք քիմիական մնացած հեղուկները, նյութերը, հա, այսպես կոչված, ու շարունակում եմ, հույս ունեմ եւ խոստանում եմ, որ այս բարդակը կվերջանա, սուրճս արդեն խմել եմ, այսօր արդեն դեկտեմբերի 10-ն է, դեկտեմբերի 9-ին որոշեցի, որ պետք է պատուհանները լվանամ, ինչպես տեսնում եք, արդեն եմ լվացել, երեկ ձեզ հետ երեկոյան ժամին էֆիր ենք ունեցել եւ ձեզ ցույց եմ տվել, հա, որ պատուհաններս լվացած են, գիտեի, որ ամսի 10-ին ձյուն է գալու, ամսի 10-ին իրոք գիշերը սկսվեց ձյուն գալ, մինչեւ ես տուն կգայի աշխատանքից, ես շատ ուրախ եւ գոհ եմ, որ հենց այդ օրը լվացա պատուհանները, մինչեւ նոր տարին էլ չենք լվանա, կլինի նոր տարյան ուբորկա, այսպես կոչված։ Նկարահանումներ չեմ արել ուբորկայի process-ից, մի քանի կադր, են էլ որ փիսոնա ինձ խանգարում, լավ հասկացաք, մի խոսքով շարունակում եմ, ձեզ հետ եմ շարունակում, որ էներգիաս չկորցնեմ, որովհետև երբ որ գիտեմ, որ ձեզ հետ արդյունքով պետք է կիսվեմ, կես ճանապարհից չեմ թողնի, որտեղ շատ արագ հոգնում եմ, սրտիս վիճակը մի քիչ շատ չի իդեալական, ամեն քայլափոխի գնում եմ դեղ եմ խմում, ոչինչ, դա էլ կանցնի, դա էլ կանցնի, դա էլ կանցնի, առայժմ կկիսվեմ անպայման, հա, այդքանը քիչ էր, մեկ էլ պրոդուկտ էի ուզել խանութից, էդ էլ բերեցին, հիմա էլ տեսնեմ ինչ եմ պատրաստում, որ համ հաց ուտենք, հետո էլ մաքրությունը շարունակեմ, ես սիրում եմ, որ տանը մենակ եմ լինում ու շղկթղկը շփթփ անելով գործեմ համ, բայց քանի դեռ Արսեն չկտանն է, հիմա ես հացավորեմ երեխեն հացկուտի կգնա գործի ու ես կշարունակեմ վայելել իմ ուբորկան, ուբորկան վայելելու բան չի, բայց արդյունքը պրոստը հիանալի է լինելու, սիրտս սենց հավովացել, էլ չասած, անցամ գործի երեխեք ջան։ Սկսում եմ սառնարանի գլուխն ասալ, բարձացել եմ ստրեմյանկայից վրա կանգնել եմ, այսպես կոչված, իջանք ներքև, նայեք, լույսը շատ վատն է, որովհետև դրսում էլ այդքան արև չկա, այսպես մի անգամ փոշին վերցնենք, բայց մի տեսակ յուղային մաս կա նստած, այսպես անեմ, ցույց տամ տեսնել, յուղային մաս, հիմա ինչ որ մեկը կթրջի գա մոտս, սրա տեղը այնքան վատն է, ձեռքս չի մտնում, որ ես մաքրեմ, այս սառնարանի գլուխը անմիջապես պոլկեքի տակին է, դրա համար, որ քանի առաջ եմ քաշել, ամբողջը պետք է լվանալ։ Ամեն դեպքում այս փոշին մենք շնչում ենք օրվա ընթացքում։ Դրա համար ճիշտ է երևացող տեղ չի գաղտնի տեղազգի պետք էլ չի մեզ, բայց տեսեք ով բարձրացավ, դե դու արի որ կարա մաքուր մնա։ Չնայած որ դե հիմա ինչ անենք, մեր փիսոնը։ Էլի եկավ դրապկեքիս հետևից։ Նայեք, դրապկեքիս հանգիստ չի թողնում։ Թող մաքրեմ, արա, թոզերի մեջից դուրս արի։ Թող մաքրեմ։ Դե ինչ անենք, уборщица наша, ты наша уборщица, помощница, Аля Сиран, կեղտոտա թող, կեղտոտա ասեցի թող, вообще ուզում եմ ես փոշիները հավաքեի դենքցեի, դե նկաց։ Հիմա ցույց եմ տալիս, նայեք, ես որ փչում եմ, փոշին մաքրեցի, հիմա էլ սրանով մի քիչ պսպզացնեմ, էլի բլոկ անգավ, շատ դժվար է աշխատում, նայեք, ընդամենը այսպես մաքրելու եմ ու կարիք չկա ոչ մի չարչարանքի, հա, նայեք, ինչ ընտիր մաքրում եմ։ Յուղային բոլոր շերտերը սկզբից միշտ կուպկայով լվացել եմ, մաքրել եմ, տրվչել եմ կարելի ասել, առանց չարչարանքի, ուղղակի մաքրում եմ, խնդրեմ, փոշին տված էր, չէ, թվում էր թե շատ մաքուր է։
Ահա, յուղերը հետո միանգամից հանում եմ, թե ինչի համար եմ ես սա հենց օգտագործում, բացատրեցի, որպեսզի հասկանաք։ Հետաքրքիր լայֆխակ է, ինձ թվում է բոլորիդ էլ դուր կգա։ Փորձեք եւ կփայլի ձեր տան իրերը, հա, ինչպես ասում են, խնդրեմ ձեռքից վրա փոշի ու գերտ չկա։ Ինչ անենք, հիմա մյուս հաճելի դրականներով մի քիչ չորացնեմ, շուտ չորանա, քանի որ տանը շատ, ինչպես ասում են, խոնավության կարիք չկա, պետքա։ Արդյունքը գնահատ։ Ժողովուրդ ջան, գործոց քիչ էր մի հատ էլ պրոդուկտ է իզակաստվել, պրոդուկտը եկավ։ Հեսա բացեմ արագ ցույց տամ առևտուրս ու ասեմ ինչ եմ պատրաստելու այսօր ու անցնեմ գործի։ Այս սառնարանի մատերիալը կգնան այս համերգն իրանց տեղը։ Ինչ ունենք ստեղ։ Տեսնում եք։ Պատրճանը ոնց են ասում հայերեն։ Առել ենք հավի միս։ Այս վանիլը ռազրեխլիցել սրանք խմորեղանի համար է էսել։ Զո ենք վերցրել։ Զո վանիլը ռազրեխլիցել կակաո շուտով խորտների սեզոնը սկսել։ Ուրեմն ամենակարևոր պրոդուկտներից է սա ու մեկ էլ դրանք, հա։ Այս երեքը միասին հիմա շատ համեղ ճաշ եմ պատրաստելու ու տեստ ավելի ճիշտ, որը խոստացել եմ, որ ձեզ հետ էլ պետք է կիսվեմ դրանով, տեսնենք այստեղ էս ինչեր կա։ Սրանք էլ բորկայի համար է, սա ունիտազ լավանակ, բաղնիկ, սուքարան, ամեն ինչ տներ։ Էսի ենք վերցրել մեկ էլ որոշեցի, նայեք ինչ եմ տեսել ու քթել։ Այս կարգի սալֆետկաներ բանա դա մեզ տեսա ինչա չեմ իմանում դա հա էսա դա մեզ տես եւ թրջած սալֆետկաները մակերեսները մաքուր պահելու համար փիսոյի հետ իսկականն է տեսա հավանեցի ու վերցրեցի չգիտեմ որքանով լավ ու ճիշտ կլինի բայց պետք է որ լավ լինի շարունակենք մեր գործը բալկոնն եմ բորկա արել վերջացրել եւ լվացած է ամեն ինչ վոլկանները ամբողջությամբ թափել եմ լվացել եմ սառնարանը լվացա տեղադրեցի ինչպես տեսնում եք ամեն ինչը իրենց տեղում են արդեն Դրանք այս մթերքներն են կարևոր, այս 3 տեսակը ինչ որ գնել եմ, հիմա ուտեստ կպատրաստեմ, երեկոյան ընթրիք, ժողովուրդս չեն եկել, կտեղավորեմ, ինչպես տեսնում եք, այստեղ ամբողջությամբ պատալով, այդ ինչա լուստրա, պատ, շկաֆ, կրասկա եմ քսել, լվացել, ամբողջը մաքրած բրծած է։ Մնում է այնտեղի թարիքների վրայի ящիկները այստեղ է, որը որ հեսեն այս երկու ящիկը նույնպես պետք է լվանամ, դատարկեմ, մեջերը դասավորեմ, այսքան տենց փռած է դեռ ծաղիկ, մաղիկ, այսինքն դեռ շախտվածի մեջ ենք։ Մի կողմից առաջ եմ գալիս։ Ընդեղից եմ սկսել, ինչպես միշտ իմո բորկան բալկոնից է գալիս, որտեղ իրեր կա, որ պետք է մաքրեմ, տեղափոխեմ բալկոն։ Ամեն դեպքում պետք է բալկոնը մաքրած լինի, որ տեղափոխվի ամեն ինչ այնտեղ։ Վերջացնեմ, հերթով բոլորը ցույց կտամ։ Մենակ թե տենակ ինչ արագությամբ եմ կրասկակսում, էլ չասած։ Եվ ահա այսպիսի համեղություն եմ պատրաստել, էլ ընթացքը չնկարեցի, ժամանակ չարեցի ժողովուրդ ջան, մի անգամ առետ կլինի ռեցեպտը ձեզ կցուցադրեմ։ Մի խոսքով հավի մսով, կարելի է նաև տավարի մսով լցոնած սմբուկներ են, շատ համեղ էր, հավեսով հաճույքով կերանք ես ու ամուսինս, իսկ Արսենչիկի համար ուրիշ բան եմ պատրաստել, հասմիկն էլ ընդհանրապես չի ուտում, մի խոսքով սիրելիներս շարունակում եմ ու բորկաս, հույս ունենամ ամեն ինչ շատ լավ կլինի։ Ու եւ ինչպես միշտ անում ենք դո ի պոսլե եւ հիանում մեր աշխատանքով։ Ժողովուրդ ջան, 3 օրյա եմ որ ասում, երրորդյա իմ աշխատանքի արդյունքն եմ ձեզ ցույց տալիս։ 3 օր խոհանոց եմ մաքրում։ Պոլը այսպեսի տեսք ունի, դες թղթերը կհանենք դեռ սրանք հետ։ Մինչև վերջ սարկված է։ Ամբողջ բոլկան լվացել մաքրել եմ։ Արդեն 3 օրի խոհանոց եմ մաքրում։ Այստեղ բոլոր թարիքները, շկաֆների գլուխները, ես շատ իմանամ, այսպես գեղեցիկ դասավորված, այն վերևի դարակը չեմ բացում, այդտեղ տեղորայքը բանը լրիվ առանձնացրած, սիրունացրած, մնացել է այն բարձացող դարակը, դրա համար պոլկաներ եմ զակաստվել, կգա սիրուն կմաքրեմ, այստեղ ամբողջովին բացելու եմ ցույց տամ, հատիկ բոլոր տալերկը սիրուն շարված, ամեն ինչը հատ մաքրել եմ ձեռքով, ոտով, չգիտեմ, գլխով, ամեն ինչով լվացել եմ, այստեղ բոլորը սիրուն ակուրատնի լվացած, դասավորված անհնար է ուղղակի այն որ ասում հատիկ ամեն ինչը հանել եմ, թափել եմ իրար մեջից լվացել եմ, չորացրել եմ, նորից տեղադրել եմ եւ ցույց եմ տալիս վերջի շկաֆը ահա նույնիսկ գեղեցկություն թեմատիկորեն դասավորված են հա չային ու զավտրիկը ինչ որ կա չային վերաբերվող թեյին եւ նախաճաշին վերաբերվող ամեն ինչը այստեղ է այնտեղ իմ չրերս են բանկաները սիրուն լվացել շարել եմ այդպես Ճաշեփելու մատերիալները այստեղ են շարված, ծավարեղեն, մավարեղեն, ստեղից բաժակ ափսե եւ այլն, մենք հացամանն ունենք, իսկ այստեղ էլ բոլոր ափսեներն են, ավելի ճիշտ այնտեղ բաժակներն, այստեղ ափսեներ են, որ սրանք մշտապես միշտ էսպիսին է լինում։ Այստեղ ինչպես տեսնում եք,
Վերջապես մեր գազն էլ ցույց կտամ, որովհետև սենց կլեկել եմ, որ ասում են, այնքան շատ նյութեր փչեցի, նայեք, գույնը մաքրվեց, մնում է ոսկե գույն կամ բրոնզովի բանով փչենք։ Այդպես ազելիտին մալադեց, ինչ կա չկա մաքրել ասախ, բայց գազի տակի պոլկեն պետք է հանեմ, մեջը ինչ կա չկա լվանա պոլկենել ու այդ դարակն էլ։ Առայժմ ոչ մի բանը դրանցից չեմ լվացել, այս դարակը հավաքել դասավորել, այստեղ էս մի հատ շորը թողեցի, պետք չի վերցնեմ, ամբողջը ինչ որ պետք է ոնց պետք է դասավորված է, որ ես միշտ ճաշ եմ եփում, այստեղ աղը բերեցա պղպեղա չգիտեմ ինչեր որ կան ձեռած օգտագործելու, հա, որ ասում եմ։ Այդքան էլ ճիշտ կներեք։ Այստեղից կախված են լինում իմ սպեցիաները, բանկաները լվացել եմ, դեռ չեմ տեղավորել, հեսա բասուդամոյկայի մեջ է։ Սրանք այս բանաչկեքը հանել եմ ամբողջովին լվացել, դեռ չեմ տեղավորել, կտեղավորեմ բասուդամոյկեն էլ կմաքրեմ։ Այս շկաֆները ներքևի մի ամբողջ օր ամեն մի պատը առաջ քաշեք, ռասկատվել, այստեղ ամբողջությամբ մաքրված է, այստեղ միկրովալնովկեն полностью լվացված մաքրված, փայլում է ինչ կա չկա, ոչ մի անգամ sense շատ մաքուր դաժե չի եղել, ես ինչից նա sense քերծվում է վերևներին, ակսվում երևի քերծված, ահա, այստեղ որ բացում ես կոնե երևում, թե որ դարակում ինչ կա դրված, հա, sense այդպես ասեմ, բայց մի ժամանակ այդպես չէր, այս մի հատ տեսակ բասուդամոյկա էր եւ այստեղ քաշովի դարակները սա ցույց եմ տալիս հատ սիրուն դասավորված, այստեղ տանակները շտոտը չլիշկամ շատակ, թալչանգալները նույնպես, բայց ամեն ինչ իրան տեղում դասավորված ու այսպես փակում եմ այս սպանով, տրապկով, որովհետև այստեղ էլ այս մյուս կտալներն է, որովհետև այստեղ հաճախակի նստում ենք, հաց ենք ուտում եւ իհարկե փշրունքները լրիվ լցվում է, որ հետո չկեղտոտվի։ Կոֆե աղց սիրուն ծաղկամանն եմ տեղադրել, այս տարակն եմ դասավորել, ինքը չնայած այնպես է, որ չդասավորածի տեսք ունի, բայց այնց դասավորեցի, տեղավորեցի, ես գիտեմ որտեղ ինչ կա, որ sense բարձրացնում ես տակը պոլկաներով է։ Մի խոսքով 1000 տեսակ բաներ ունեմ, չգիտեմ խմորեղեն պատրաստելու, ընդհանրապես այստեղ էլ դարակը շատ ակուրատնի է դասավորված, որ բացում ես երևում է թե ինչը որտեղ է, այստեղ էլ հեսա էքսպերտը գելա ստուգում է։ Տեսեք։ Մնացել է սա, տանեմ լողացնեմ, խոհանոցը 3 օր մաքրում եմ։ Այս պատը ամբողջությամբ կրասկա եմ տվել, ինչ կա չկա լվացել եմ, մաքրել եմ, այսպես սաղ ներկած է, դարակները հետը, մյուս պատը, այս պարը մի ամբողջ օր այս բանն եմ լվացել, շատ ահավոր էր։ Մի խոսքով, ասում եք ինչ ես անում, ուր ես կորել, ինչու չկաս։ Այստեղ ինչ տեսնում եք, ամբողջը լվացված է։ Այն շկաֆի պատալուկներից հետ մնացել է լուստրաները բոլոր սենյակներում, բոլոր պատերը կրասկա եմ տվել, մի ամբողջ օր բենակ բալկոնն եմ մաքրել, ժողովուրդ ջան։ Այն շկաֆները, այսպես նստարանները ամբողջովին առաջ եմ քաշել, նայեք, տեսեք, նայեք ես ինչ անում, վայ։ Նայեք ես նստարանը վերջապես կարգավորվեց, որ ուղիղ եթերները մեր այստեղից անցկացնենք, սրանք տեղավորեմ հարթոկի սեղանն վերջապես այս նստարանը ազատվեց, վրան ավելորդ բան չկա, ծաղիկներս այդտեղ են, այստեղ են, այսպես եւ այստեղ են շարունակությունը, պատուհաններն եմ լվացել, մաքրել ամբողջությամբ, այս ծաղիկս էլ տեսեք ոնց է տերև տվել արդեն, թազա աճացրածն է, այդտեղ սաղ լվացել եմ, ինչ կա չկա այն դետալներից հետ սաղ լվացել, ամբողջ պատերը կրասկատվել, այստեղ նույնպես բոլորը լվացել եմ, այս երկու ящիկների մեջ ինչ կար չկար, հանել լվացել, այստեղ ամբողջովին, ոբշեմ մի ամբողջ օր բալկոնն եմ մաքրել, սառնարանս ամենահավաքածն է մշտական, միշտ մեջը հավաքած է, մաքուր է, այսպես ամաններով թազա մի քիչ թարմացնելու է մեջի պրոդուկտները, ժամանական եմ կանեմ, սառնարանս մի քիչ այսպես, այս էլ Արսեն Չիկնաբերյանը բաց մի կտոր թխվածք դրել ընդեղ, մենք տես բաներ չենք մնացած ամեն ինչը մնում ամթերքարնենք լցնենք, ասենց, սա էլ մեր խոհանոցը, սա էլ միասին կկտրենք, պետք է այս սիլիկոնը սփռոցներից է, ուղղակի առանց կարելու, միայն սիլիկոնն է, այս սեղանի համար միշտ ունեցել եմ սեղանի վրա, որ այսպես ծլեպներ է տալիս, հետո տակ բաժակը որ դնում ենք, սենց կլոր տեղերը չմնա, ճիշտ է բանման ենք դնում վրան, բայց այդ բաները այնքան չի դուրս գալիս, մեկ սեղումը բան, ավելի հարմար է սրանից տնենք, որ ընդհանրապես ոչ մի բանը չսղա, այս էլ այդ նույնից է, ուղղակի մեծ երկու տեղանոց սեղանի սփռոցը արդեն քանի տարի է ունեմ, ինչ տեղափոխվել ենք, այս տուն առել եմ ու այդպես մաքրելու է, փիսոն բարձացա վրան։ Մաքրել եմ մի անգամ, բայց մի հատ հետև նորից անցնելու է։ Ահա։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա գնում ենք, ֆիզիկե լողացնենք, այս փնթլոսին, արդեն ամբողջ մարմինը ցեմենտ է իրա, վոլիմ խելոքը, այս բանա ուզում գլուխը քսու հեռախոսին։ Իմ խելոքս էլ նոր վանից նույն բլուսկեն հակս, փնթլոս տեսքի, ես էլ գնում եմ ֆիզիկե լողացնեմ, հետո լողանամ ու հետո շատ գեղեցիկ տեսքով ձեզ ներկայանամ։ Արդեն 3 օր էֆիրներ չենք անում, որովհետև չեմ հասցնում թեկուզ եւ նույն շորով եմ փնտի տեսքով, բայց մազերս ինչպես տեսնում եք ոնց որ ուկլատ կարած լինի։ Ինչևէ ես այսօր նույնիսկ աշխատանքի եմ, հիմա գնամ պատրաստվեմ, հոգնած մեռնում եմ, բայց ճար չկա։ Մնացել է զալը դեմոկրատը ամբողջովին, մի թեթև փոշիները տվեցի շկաֆների վրայի։
Փրկվել էին ամեն ինչը, ինչ որ դուռը փակած ա եղել, շկաֆների մեջ, այդ դրանք մաքրված են, կարելի ասել։ Մնացել է Հասմիկի սենյակը ու Արսենի սենյակը, որ իմ ուզածով, այսպես լավ ընտիր ու բոր կանեմ արդեն, այնտեղ թե Հասմիկի սենյակում Պոլո էլի նույն վիճակն ա եղել, սարքվել ա, բրծել ա, բայց երեխու սենյակը այսքան ժամանակա ոնց որ սկլադ լինի, վեշերը ինչ չենք օգտագործում, այնտեղ ենք լցրել գալիս ա մի կերպ բարձամ կարավատին գնում գործի։ Արսենի սենյակը նույն ձևով պետք է պատերը ամբողջովին ներկեմ, այսինքն ամեն սենյակում մեկ օրվա գործ կանելու։ Դրանք էլ կանեմ ու տունը ամբողջությամբ ձեզ ցույց կտամ, բայց այսօրվա աշխատանքս չէի կարա ձեզ ցույց տամ, որովհետև ես ինձնից շատ գոհ եմ։ Ինչ ասեմ, սիրելիներս, կհանդիպենք մեկ էլ մի քանի օրից։ Սրանով էլ մի քիչ հիացեք, ես գժին տեսեք, գիժես խելոքս, գնանք լողանայց, գնանք արդեն դիմանում տանեմ լողացնեմ ժողովուրդյան, ո՞դ իմ սիրունս։ Իմ սիրունս, բա մեր հետևորդները մեզ մաքուր սիրունցը տեսնեն, արջուկս վերջապես տեղը գտել ա իրան, այեք մի հատ ոնց ա խելոք ընդենես դելիմ խեղճ արջուկ։ Եկել ես մի խեղճ կատու, խեղճ։ Գնացինք ժողովուրդյան։ Սիրելիներս, իսկ դուք չմոռանաք լայքել անպայման, չմոռանաք գրանցվել սեղմել զանգակ կոճակին եւ իհարկե կիսվել ու մեկնաբանություններում գրել ձեր բոլոր կարծիքները իմ այս տեսանյութի եւ առհասարակ իմ մասին, եթե կարող եք։ Եթե դժվար չի, մի քիչ էլ միայն դրական։ Չմոռանաք անպայման բաժանորդագրվել եւ լայքել ու մեկնաբանել։ Սիրով կսպասեմ ձեզ։ Իսկ ես գնամ շարունակեմ մեր մաքրության գործողությունները, քանի որ առաջիկայում կորպորատիվ ունենք եւ իհարկե պետք է ձեզ հետ կիսվեմ այդ գեղեցիկ ու հրաշք նորությունով։ Առայժմ սիրելիներս։ Ծառերը դեռ համարյա աճացնում ենք, որ սարքենք։